Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Mēs խափում են էլի։ Մի օր ստեղ են ուղարկում, մի օր ընդեղ են ուղարկում, ասում են որ փոխանցել են, բայց բանից դուրս է գալի որ Ոչի բաներ չեն փոխանցել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արմավիրի մարզի գյուղացիներին մի քանի անգամ է ասել, թե հոկտեմբերին կառավարության որոշմամբ 100%-ով փոխհատուցվել են մայիսի 14-ի կարկուտի հետևանքներից տուժած բերքի վնասները։ Մեկ ամիս առաջ էլ Պապոյանը հաստատել է, փողը փոխանցված է։ Նալբանդյանցի Արմենն է պատմում։ Եկել ենք մարզպետարան, նորից ասում են մեզ դες գումար չկա փոխանցված։ Էսի Պապոյանի Բարև ձեզ Արմեն ջան, բոլոր գումարները փոխանցված են մարզպետարաններ եւ համայնքապետարաններ նախարարության կողմից։ Իրանք արդեն պետքա ձեզ տան բոլոր գումարները։ Ընդ որում, ոչ միայն այս տարվա, այլև նախորդ տարվանն էլ պետք է փոխհատուցեն, վստահեցրել է Պապոյանը։ Ձայնային այս հաղորդագրությունից անցել է մեկ ամիս։ Գումարը չեն ստացել գյուղացիները։ Հենց նոր նայեցի։ Ուրեմն 49 համայնքից փոխանցված է 36 ամբողջությամբ 100%-ով։ Արմավիրի մարզպետարանից գյուղացիներին բառացի են ասել, ոչ մի փոխհատուցում էլ չի եղել։ Մարզպետարանի ներկայացուցիչը զրույցում էլ պնդեց։ Գյուղացիները դժգոհում են, թե իրենք հարկ են մուծում պետությանը։ Ինչու հիմա պետությունն իրենց կողքին չէ։ Բողոքում են, տեխնիկայի գումար են տալիս, բուժումներ անում, 1 հեկտարի վրա մինչև 1 միլիոն դրամի ծախս անում։ Եթե կարկուտը մի անգամ էլ գա, ստիպված գարնանը պետք է նոր վարկ վերցնեն։ Կառավարության փոխհատուցվելի գումարն էլ իդեպ ասում են շատ չէ, հազիվ կկարողանան ջրի ու հողի հարկ վճարել։ Այս դեկտեմբերի հեսա արդեն վերջն է գալի, ուրեմն հողի հարկ, ջրի հարկ պիտի պարտադիր մուծենք։ Չմուծենք հարկադիր ենք ընկնելու։ Եթե հարկադիր ընկանք էլ մեզի վար չեն տա։ Ծիրաններն այս տարի չեն կարողացել վաճառել, կարկուտը կերել էր, ասում են բնակիչները։ Ընդհանուր առմամբ ըստ մարզպետարանի Արմավիրի մարզում տուժել է 4 համայնք՝ Խոյը, Մեծամորը, Բաղրամյանը եւ Արմավիրը։ Այս տարվա կարկուտից տուժած այլ համայնքներ մյուս մարզերում էլ կան։ 2024 եւ 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրումը տեղի ունենում միայն համայնքային հանձնաժողովների կողմից սահմանված կարգով, ճշգրտված եւ ամփոփված ակտերի տրամադրման դեպքում։ Վրդոված գյուղացիներն իրենց խաբված են համարում, որոշել են, եթե մինչև դեկտեմբերի 20-ը փոխհատուցումները չկատարեն, փողոցներ կփակեն, էկոնոմիկայի նախարարության մոտ բողոքի ակցիաներ կկազմակերպեն։ Մասիսի բնակիչ ֆերմեր Արարատը, ով 20 տարուց ավելի ցորեն է մշակում, դժգոհում է, ցորենի իրացման հետ կապված խնդիրներ է ունեցել։ Ասում են նախկինում 30-35 հեկտար հող ուներ, ցորենի ակտիվ մշակմամբ էր զբաղվում, հիմա 20 հեկտարի էլ հողը չի հասնում։ Ապրանքի դները դնալով ցածրանում են հրժեջան շուկայում։ Աշխատավուժի գինը բարձրանում է, շահութաբերությունը չանում է դրա համար էլ ցանկերը չհասնում են։ Հայաստանի ցորենի ցանկատարածությունները նվազել են, ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ 2023 թվականին Հայաստանում շուրջ 71,4 հազար հեկտար ցանկատարածություն է եղել, իսկ 2024-ին այն նվազել է մինչև 56,5 հազար հեկտար։ Սա վերջին 4 տարիներին Հայաստանում ցորենի ցանկատարածությունների ամենացածր մակարդակն է։ Նվազել է նաև ցորենի համախառն բերքը։ Եթե 2023 թվականին ունեցել ենք 177,9 տոննա 2024-ին այն նվազել է հասնելով 120,3 տոննայի։ Էկոնոմիկայի նախարարը դեռ նախորդ տարի էր հայտնել, թե Հայաստանում հաշվարկներ են անում եւ տնտեսապես նպատակահարմար ծրագրեր են իրականացնում։ Հայաստանի Հանրապետությունում ցորենի արտադրությունը ինքը տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է։ Օրինակ 1 հեկտար ջրովի ուրեմն տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420,000 դրամ։ Ցորենի ցանկատարածությունները նվազել են մարզերի մեծ մասում, բայց բացասական միտումը առավել ակնառու է Տավուշի, Սյունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի համոզմամբ ցորենի ցանկատարածությունների կրճատման պատճառը պետական քաղաքականությունն է։ Դժգոհում է պետական աջակցությունը կարգտահարության ապահովագրությունն էլ հանեցին։ Գյուղացին մեն-մենակ մնաց կարկուտի ու երաշտի հետ, դրա համար էլ այս իրավիճակն է։
Շամբարներն իբրև թե կառուցում, փողը վատնում է 0% սուբսիդավորված վարկեր արդեն որերորդ տարին է չկա, մարդիկ չեն կարողանում վարկ վերցնել եւ հայտարարեցին, որ գյուղացիները ծորենցանում են այն տարածքում, որտեղ կարկուտ է գալիս, կատարեցրեցին, իբրև թե իրականացած են ծրագրերը։ Դες վառելիքի դները ցածրացնեն ցածր դնով, պարարտանյութները ցածր դներով բերեն։ Այդ դեպքում արդեն շահութաբերությունը բնական է, բարձրանա, մենք էլ փորձենք ավելացնել մեր ցանկերը։ Հայաստանը Ադրբեջանի տարածքով 4-րդ կարգի ցորեն ներկրեց Հայաստան, այն համարելով ճանապարհների ապաշրջափակման ուղղված կարևոր քայլ։ Սակայն փաստը մնում է փաստ, երկրի սննդային անվտանգությունն ավելի սուր հարցադրում է դառնում, երբ տեղական արտադրությունը նվազում է, իսկ կախվածությունն այլ երկրներից ներմուծվող հացահատիկից ավելանում։ Գյուղ ոլորտի փորձագետը վստահ է, եթե տեղացի արտադրողին բավարար աջակցեն, ապա անհրաժեշտություն էլ չի լինի դրսից բերել։ Օրինակ է բերում, եթե պետությունը Շիրակում անցած տարի պատշաճ պայքարեր կրծողների դեմ ցորենի ցանքատարածությունները չէին ուտի, գործն էլ դրսից ներմուծմանը չէր հասնի։ Սալոր, դեղց, խնձոր ու բալ է աճեցնում Արմենը, Զովունի 3 հեկտար իր հողատարածքում եկամտի աղբյուրն է, տևական ժամանակ դժգոհ է թունակի մկատների որակից, ասում է թանկ է գնում, բայց արդյունքը չի գոհացնում։ Այն ժամանակ ասենք մի 15-20 օրը մեկ կամ ամիսը մեկ էր սրսկում, հիմա 15 օրը պարտադիր պիտի սրսկես, որովհետև լվիճը շուտ կապում է։ Այն ֆերմերները, ովքեր չեն զբաղվում էկոգյուղատնտեսությամբ, ըստ մասնագետի պարտադիր թունաքիմիկատներ են օգտագործում, իսկ դրանց ներմուծման օրենսդրությունը մեր երկրում թերի է, ասում է պետությունն արտերկրից ներմուծվող պարարտանյութերի համար փորձաքննություն չի պահանջում, լրացուցիչ այլ ընթացակարգ էլ օրենքը չի նախատեսում։ Պրեպարատների շատ կիրառության արդյունքում տվյալ հողատարածքում աճեցված մրգերը, բանջարեղենները, որոնք հետագայում կարող են հայտնվել մարդու օրգանիզմում, կարող են մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունենալ, պնդում է փորձագետը։ Ծանր մետաղների ավելորդ կուտակումը ընդհանուր միջև նեյրոնային համակարգի խախտում, նյարդային համակարգի։ Ալերգիկ ռեակցիաներ, երբ որ մնացորդային կուտակումները ավելի շատ են, օրինակ աղերի տեսքով, նիտրատների տեսքով, եթե դիտարկենք, աղեստամոքսային տրակտում որոշակի դժվարամարսելիության։ Վերջին անգամ ՍԱՏՄ-ն 2024-ին է թունաքիմիկատների մոնիթորինգ կատարել, ու մինչև այժմ դրա արդյունքները չեն հրապարակվել։ ՍԱՏՄ-ից վստահեցնում են միայն, որ ներկրվող թունաքիմիկատի պատշաճ վերահսկողություն իրականացնում են, իսկ տնտեսվարողները դժգոհում են, ոլորտում տեխնոլոգ մասնագետների պակաս կա, խորհրդատվության ու փորձի փոխանակման հնարավորություն չկա, իսկ համայնքներում իրազեկվածությունը ցածր է, հետևաբար խնդրի լուծման համար դեռևս երկար ժամանակ կպահանջվի։ Դեղորայքի, որակի եւ անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս։ Գրանցման, թույլտվության եւ այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը եւ բժշկական պարագաները ամիսներով կարող են մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերն ու պարագաները։ Հայաստան դեղորայքը մտնում է սահմանային կետով, այնուհետև տանում են մաքսային պահեստներ, որոնք Հայաստանում 8-ից 9-ն են։ Դրանցից ամենակիրառականը 3-ից 4 պահեստներ են, բայց որևէ մեկը լիցենզիա չունի, ասում է անկախ դեղատների ասոցիացիայի նախագահն ու հավելում։ Առողջապահության նախարարությունը հարցման արդյունքում պարզել է, որոշ ժամանակ առաջ միայն մեկ պահեստի են տվել դեղերի մեծածախ իրացման լիցենզիա, այն էլ այդ լիցենզիան էլ դադարեցվել է։ Նրա խոսքով խնդիրն այն է, որ դեղերը Զվարթնոց օդանավակայանում կարգոյում է մնում, մինչև որ վերջինս շրջանառվելու թույլտվություն ունենա, իսկ մինչև այդ դրանք մնում են պահեստում, որտեղ փաստացի չկա դեղերի պահպանման ռեժիմ։ Երբ դեղորայքը գալիս է Հայաստան, առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնը օրենքով պետք է նմուշներ վերցնի։ Այնուհետև հավաստի դեղի գրանցումը Հայաստանում, որն այս դեպքում մի քանի օրվա փոխարեն տևում է գրեթե 1 ամիս։ Շոկի հավաքներին, եթե օրինակ դեղը պետք է պահպանվի մինչև 25 աշճանը, բայց եկեք տեսեք, որ մաքսային շատ պահեստներ կան, որ այդտեղ 40 աշճան է, եւ այդ դրա պահպանումից կարող է դեղի որակը փոփոխության ենթարկվել։ Դեղերը պահվում են սառնարաններում, որոնք նաև նախատեսված են օրինակ կարագ մսամթերք պահելու համար, ասում է Խաչատրյանը, նշելով, որ դեղորայքի համար պետք է լիցենզիա ունենան բոլոր կազմակերպությունները։ Կապ չունի դա մանրածախ է, մեծածախ բժշկական կազմակերպություն, թե ոչ։ Ըստ նրա ամբողջ խնդիրն այն է, որ առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե որտեղ է գտնվում եկած դեղը, բաշխում չի անում, իսկ այդ ամենի վերահսկողությունն անում է աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինը։
Երկուսն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, պնդում է Խաչատրյանը, որ այստեղ խնդիր կա, նախարար Ավանեսյանն ինքն էլ ի դեպ հաստատեց։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր վերահսկողության մասով, ավելի սկսած մեր մաքսային անցման կետերից, որպեսզի մարդիկ այդ փոքր քանակները չչարաշահելով ավելի մեծ քանակներ չբերեն երկիր։ Ընդհանուր առմամբ իհարկե գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիր կապված դեղերի ծավալի մեծացման հետ։ Հայաստանը փոքր շուկա է այս առումով եւ նաեւ վերջին տարիներին դեղագործական մեծ համաշխարհային ընկերությունների պահանջարկի կտրուկ աճն է հանգեցրել սրան, որ ավելի ու ավելի է process-ը դժվարանում, բայց այս ամենը նաեւ հաշվի առնելով է, որ օրենքով սահմանված կարգով մենք հնարավորություն ենք տալիս որոշակի չափականակով չգրանցված դեղեր բերել։ Փորձագետն օրինակ է բերում. ինսուլինի դեղը, որը պետք է պահվի հատուկ պայմաններում, կարող է ձեռք բերել կողմնակի շատ էֆեկտներ։ Քաղցկեղի դեղը, եթե խոնավությունը պահպանված չէ, կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդու առողջության համար։ Օրինակ, սովորական դեղատներում էլ պահանջ կա, որ պետք է խոնավաչափ լինի։ Անգամ սովորական հաբերն ունեն հատուկ պահպանման ռեժիմ, ուր մնաց պատվաստանյութերը, ինսուլինները, պրեպարատները, որոնք եթե հատուկ ռեժիմով չպահպանվեն, ըստ մասնագետի, աչքի հետ հոնքն էլ կհանեն։